Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունվարի 15։ Առաքինի կին ով կարող է գտնել, նրա գինը ավելի է, քան թե գոհարները, Առակաց 31-րդ գլուխ 10-րդ խոսք։ Առաքինի կինը ուժեղ հոգի ունեցող կին է, որը վերահսկում է իր հոգին և գիտի, թե ինչպես կառավարել իր գործերը։ Նա բարեպաշտ է և աշխատասեր, նա իր ամուսնու օգնականն է։ Իսկ այս զորության հակադրությամբ Սուրբ գրքում խոսվում է ամբարտավան ու պոռնիկ կնոջ սրտի թուլության մասին Եզեկիելի թղթի 16-րդ գլխի 30-րդ խոսքում։ Առաքինի կինը վճռական կին է, որը նվիրված լինելով բարի սկզբունքներին մնում է հաստատակամ և անսասան դրանց պահպանման մեջ, չվախենալով իր պարտականությունը կատարելու որևէ խոչընդոտից։ Այդպիսի կնոջը հանդիպելու դժվարության մասին ասվում է. «Ով կարող է գտնել նրան»։ Այս խոսքով ենթադրվում է, որ առաքինի կանայք շատ քիչ են, և շատերը, ովքեր այդպիսին են թվում, այդպիսին չեն։ Նա, ով կարծում էր, որ գտել էր առաքինի կնոջ, խաբվեց։ Ահա սա Լիան էր, այլ ոչ թե այն Ռաքելը, որին նա սպասում էր։ Բայց նա, ով մտադիր է ամուսնանալ, պետք է ջանասիրաբար փնտրի հենց այդպիսի կնոջը և սա դարձնի իր որոնումների գլխավոր նպատակը, զգուշանալով, որ չմոլորվի գեղեցկությամբ կամ նրբագեղությամբ, հարստությամբ կամ ծագումով, լավ հագնվելով կամ լավ պարելով։ Քանզի այս ամենը կարող է լինել, սակայն կինը այնուամենայնիվ առաքինի չլինի, և կան նաև շատ կանայք, որոնք իսկապես առաքինի են, բայց չունեն այս առավելությունները։ Նման կնոջ անբացատրելի արժեքը և այն հարգանքը, որը պետք է ցուցաբերի նման կին ունեցող տղամարդը նրան, արտահայտվում է Աստծո հանդեպ երախտագիտությամբ և նրա հանդեպ բարությամբ և հարգանքով, որի համար նա երբեք չպետք է մտածի, որ կարող է չափազանց շատ բան անել։ Նրա գինը անհամեմատ բարձր է մարգարիտներից և բոլոր այն հարուստ զարդերից, որոնցով ունայն կանայք զարդարում են իրենց։ Որքան հազվադեպ են այդպիսի բարի կանայք, այնքան ավելի մեծ է նրանց գինը։